գյուղում է չկա, էլի այդպես կենցաղի տուն, որ զբաղվեն պարով, երգով, կամ ինչ-որ մշակույթի տեղ լինի, որ կարողանան շարունակեն։ Գուզեի, չէ, ես օրինակ մեր եզդիական թատրոնում մի ինչ-որ մի ֆիլմում խաղացել եմ։ Հա, ու տենց ոնց որ չհաջողվեց էլի շարունակելը, մի քիչ։ Դե տեղ չկար կոնկրետ որ դե օրը մեկից տուն էինք այդ պարամուտների բան ու տենց լավ էր Մաչանես տունումը տենց մեզ թատրոնում թույլ տվեցին։ Զոհրաբ Շարոևը, ով բնակվում է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, պատմում է համայնքի մշակույթի պահպանության դժվարությունների մասին։ Զրույցի ընթացքում նա հիշում է պապի պատմածները այն ժամանակների մասին, երբ հեռուստացույց կամ համացանց չկար։ Նշում է, որ այդ պայմաններում եզդի հոգևոր դասի ներկայացուցիչները, փիրերը եւ շեխերը հավաքվել էին Օդա կոչված սենյակում եւ պատմում իրենց տոների, երգերի ու պարերի մասին։ Դե մեր հիմնական եղել այդ պատմելով, մեր շեխը փիրերը անցելա պատմելով, էլի չի եղել գրականություն, չի եղել մշակույթ, այսպես ոնց որ անցելա դարեդար հոգևորներից, մեծերից, այսպես ու միջև հիմա պահպանվում է ու կուզեմ ավելի խորացված պահպանվի, քանի որ զգացվում է, էլի իշքան գնում է, ոնց որ էդի կորում է, թե մեր ազգի մեջ, թե կարելի ասել բոլոր ազգերի մեջ։ Ցավով նշում է, որ երիտասարդները հիմա ճանաչում են հիմնականում ժամանակակից երգիչներին, հին երգիչների մասին տեղեկություն չունեն, նրա առաջարկն է։ Լիներ կամ ինչ-որ մի բան կամ թեկուս ինչ-որ մի ժամով հեռուստացույցով տրամադրեին, որ մեր հին երգիչներին երիտասարդները տեսնեին, զգային էլի, որ ունեցել ենք լավ երգիչներ, թե կլինի 70 թվականներին, թե 80, թե 50 թվականներին, թող իմանային էլի։ Երբ հիշեցրինք, որ հանրային ռադիոյով աշխատանքային օրերին կես ժամով, իսկ շաբաթ-կիրակի օրերին 1 ժամով եզդիերեն հաղորդում կա, նա արձագանքեց։ Չէ, տեղյակ չեմ, ճիշտ ասած տեղյակ չեմ։ Իսկ ինչի։ Չգիտեմ, երևի ճիշտ ասած ռադիո չեմ լսում, դա է խնդիրը։ Բայց բան կա, թերթ կա, օրինակ Էզդիխանա է կոչվում, չեք կարդում։ Ճիշտ ասած թերթ կա, հիմա որ ասեմ մեր գյուղում ծանոթ եք, պետք է հասնեն էշմիածին ինչ-որ թերթի համար, երևի միցե թե երիտասարդները չեն խորանա, էլի թերթը հիմա կարդալով, ավելի լավ կնի հեռուստացույցով կամ ինչ-որ ինտերնետով մի ժամ, 2 ժամ տրամադրեն, պատմեն երեխաները հասկանան։ Այս խնդրի մասին խոսվել է նաև պետական մակարդակով։ Փետրվարի 11-ին ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը բարձրաձայնեց, որ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքը չունի ոչ մի երգի կամ պարի խումբ, ինչը ըստ նրա մշակույթի պահպանման լուրջ խնդիր է։ Մշակույթի պահպանման առումով էլ կարծում եմ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Նույն 40,000-ից համայնքը չունի ոչ մի հատ պարի խումբ, չունի երգի խումբ։ Եթե ես վաղը ուզեմ ձեզ հրավիրել, վարչապետին հրավիրել որևէ եզդիական միջոցառման, չկան որևէ խմբեր, ովքեր կկարողանան ներկայացնել եզդիական մշակույթը։ Այս հաղորդմամբ փորձել ենք հասկանալ պետությունն ինչ նախաձեռնություններ է իրականացնում ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի համար, ինչպես են համայնքներն արձագանքում ստեղծված իրավիճակին եւ ինչի կարող է հանգեցնել մշակույթի կորուստն ազգային փոքրամասնությունների համար։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացել ենք, թե մարզերում քանի գործող մշակութային կենտրոն կա ազգային փոքրամասնությունների համար, որքան է դրանց շահառուների թիվը եւ ինչպիսի ֆինանսավորում են ստանում այդ կենտրոնները։ Հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կրթական եւ մշակութային կենտրոններ գործում են Արարատի մարզի Վերին համայնքում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, ինչպես նաեւ Լերմոնտովո բնակավայրում, Տավուշի մարզում Իջևանում եւ Դիլիջանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Պատասխանից պարզ է դառնում նաև, որ նշված կենտրոններից ոչ մեկը պետական ֆինանսավորում չի ստանում։ Միայն Լերմոնտովո համայնքի մշակույթի կենտրոնն է գործում որպես համայնքային բյուջետային կազմակերպություն։ Միաժամանակ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում նման կենտրոններ ընդհանրապես բացակայում են։ Սա հատկապես խնդրահարույց է, քանի որ եզդիական համայնքի մեծ մասը բնակվում է հենց այն մարզերում, որտեղ նման կենտրոններ չկան։
Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ընդհանուր հարթակը, որի նպատակն էր տարածք տրամադրել նրանց կրթական և մշակութային գործունեության համար, 2006 թվականից նախատեսված է եղել Երևանում, Սարյան 22 հասցեի 14-րդ և 15-րդ հարկերում։ Ներկայում կենտրոնի գործունեությունը ժամանակավորապես տեղափոխվել է Երևանի թիվ 114-րդ դպրոցի երկրորդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նաև վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը։ Ըստ բաժնից ստացված պատասխանի այստեղ ներկայում գործում են հունական, վրացական, բելառուսական, ուկրաինական, գերմանական, ռուսական և ասորական համայնքների կիրակնօրյա դպրոցներ, ինչպես նաև կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Մենք հետաքրքրվել էինք նաև, արդյոք տեղյակ են, որ մարզաբնակ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդիական համայնքը, մշակութային կենտրոնների կարիք ունի։ Ի պատասխան նշվել է, որ այս հարցը բարձրացվել է դեռ տարիներ առաջ և քննարկվել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստերում, որի արդյունքում որոշվել է, որ դպրոցները պետք է դառնան համայնքային մշակութային և սպորտային կենտրոններ։ 2019-ի մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը։ Այն խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են պետական կառույցների և ազգային փոքրամասնությունների ներկայացնող երկուական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խորհրդի քննարկումից մեկն ուղղված է պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման չափին ու բաշխմանը։ 2026 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվել է 25 միլիոն դրամ, որից բաշխվել է մոտ 24 միլիոն դրամը 11 համայնք ներկայացնող կազմակերպությունների միջև։ Կազմակերպությունները ստացված գումարներով հիմնականում կարճաժամկետ ծրագրեր են իրականացրել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ իր հերթին նշում է, որ մշակույթի պահպանմանն ուղղված քայլերից առանցքայինը ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլին տրված աջակցությունն է, ոչ պետական մամուլի հրատարակում դրամաշնորհային ծրագրով։ 2026-ին հատկացվել է 9,6 միլիոն դրամ, որը բաշխվել է 8 պարբերականների միջև։ Մշակույթի պահպանության պատկերը որոշ չափով տարբեր է հունական համայնքի դեպքում։ Այստեղ գործում են կազմակերպված կառույցներ, օրինակ պարային խմբեր և մշակութային միություններ։ Քանի որ ես շատ սիրում եմ ազգայինը ու ունեմ հունական արմատներ, տատիկս հույն է, այդ իսկ պատճառով ուզում էի նաև իմանամ իմ երկրորդ ազգության մշակույթը, հատկապես պարային ոլորտում, որովհետև դա իմ ամենահոգեհարազատ ոլորտներից մեկն է։ Սոնա Նասիբյանը Երևան նոր է տեղափոխվել Ալավերդի քաղաքից, այնտեղ գործող ԱԿՄ-ի հունական երգչախմբի սաներից է, կիսով չափ հույն է, կիսով չափ հայ, Երևանում ապրելով էլ հաճախում է 114-րդ դպրոցում գործող հունական պարերի դասերին։ Հնարավորությունները իրականում շատ են, վերջերս ընկերներիս հետ հույն երիտասարդներով Հունաստան ենք գնացել, էքսկուրսիայի ենք գնացել ու լիքը նոր բաներ ենք սովորել ու դրանից հետո էլ ավելի է հետաքրքրությունը մեծացել մեր մեջ։ Հունական պարերն այստեղ դասավանդում է Դիանա Սմբատյանը, նա Հայաստանի հույն երիտասարդների կրթամշակութային միավորում NISI կազմակերպության նախագահն է։ Դիանայի խոսքով համայնքում կարևոր տեղ ունեն ազգային պարերը, որոնց ուսուցումը դիտվում է ոչ միայն որպես արվեստ, այլև ինքնության պահպանման միջոց։ Ինքնությունը, ազգային ինքնությունը ըստ իս հիմնված է մի քանի կարևոր երևույթների վրա՝ լեզու, խոհանոց, երգ, պար, իսկ մշակույթի կրող, իրար հետ հարաբերվող ամենակարևոր կետերն են։ Եթե դրանցից ոչ մեկը դու չես կրում, փաստացի դու չես կրում մշակույթ, հա, այդպես ասենք, ու գոնե ինչ-որ մեկը կրելով դու փորձում ես արդեն կրել տվյալ մշակույթը։ Դրա համար շատ կարևոր է, կարծում եմ, որ
այդ 4-ից գոնե մեկը, ցանկալիա 4-ն էլ լինեն, կամ գոնե մեկը, 2-ը, 3-ը ուսումնասիրես, գրես, որ գոնե պահպանես ինչ-որ չափով այդ մշակույթը։ Ըստ իս այդ 4-ն են կարևոր հանգամանքները, այդ 4-ն են։ Պատմությունը իհարկե, բայց գրել լեզուն, իմանալ պարերը եւ պարել դրանք, իմանալ երգերը եւ երգել դրանք արդեն քեզ միացնում է այդ մշակույթին, արդեն դու ինքդ սկսում ես կապվել այդ մշակույթի հետ եւ փաստացի գրող ես դառնում եւ փոխանցող ես նաեւ դառնում։ Ուսման գաղտնիքը այդ 4 կարևոր էլեմենտները գրելն է եւ եթե չես գրում նաեւ մշակույթ։ Չեմ ամաչի եւ համարձակորեն կարող եմ ասել, որ այս պահին Հայաստանի հունական համայնքների միջև, առհասարակալի ասել հունական համայնք Հայաստանում առաջ են տանում երիտասարդները, որոնց շատերի արյան մեջ արդեն շատ փոքր տոկոս է մնացել, նույնիսկ ազգանունը հունական չեն կրում, բայց այդ մարդիկ իրենց հույն են զգում։ Մենք նույնիսկ մեր երիտասարդական կազմակերպությունը, քանի որ այսպես շատ մարդիկ կային, ովքեր նույնիսկ հույն չէին, բայց շատ ուզում էին ընդգրկվել մեր շարքերում, մենք մեր երիտասարդական կազմակերպությունը անվանեցինք Հայաստանի հույների եւ ֆիլելին երիտասարդներ, հույն երիտասարդների ֆիլելինների։ Ֆիլելինները հունասերներն են։ Մենք շատ մեծ թիվ հունասերների մեծ թիվ ունենք մեր համայնքներում։ Մարդիկ են, ովքեր ընդհանրապես հունական արմատներ չունեն, բայց շատերից ավելի լավ են հունարեն խոսում, հունական պարում։ Մարիա Լազարևան Հայաստանի հունական համայնքների միության նախագահն է։ Միության գործունեության ֆինանսավորումը ձևավորվում է երկու հիմնական աղբյուրներից։ Առաջինը Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող աջակցությունն է, որն ուղղվում է ընթացիկ ծախսերին եւ կարևոր ծրագրերին, օրինակ ամառային ճամբար իրականացնելուն։ Ֆինանսավորման երկրորդ հիմնական աղբյուրը Հունաստանի կառավարության կողմից Սփյուռքի հույներին տրամադրվող աջակցությունն է։ Բացի այդ, ըստ նրա գոյություն ունեն նաև անդամավճարներ եւ նվիրատվություններ։ Առաջին հունական կազմակերպությունները, որ ստեղծվել են անկախությունից հետո։ Եւ նպատակներից մեկն էլ հենց լեզվի պահպանություն, մեր մշակութային ինքնության պահպանություն, ցավոք կրոնական ինքնության պահպանում մեզ մոտ այս պահին մի քիչ թերանում է, որովհետեւ ինչպես գիտեք Հայաստանում հունական գործող եկեղեցի չկա, կան եկեղեցիներ, որոնք կիսավեր են, կան եկեղեցի, որը ավեր չէ, համեմատաբար լավ վիճակում է, բայց չունենք հույն հոգեվորական, որ այդտեղ կարող է օրինակ անցկացնել պատարակներ, գնում եւ այլ արարողություններ, ծիսակատարություններ, հետեւաբար այդ առումով մենք մի քիչ կահում ենք եւ բնականաբար շատ գործ ունենք այդ ուղղությամբ անելու։ Միության ներսում Լազարևայի խոսքով գործում է ոչ թե գործընկերային, այլ ընտանեկան մոդելը։ Օրինակ, Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար մենք որոշում ենք պատրաստել դրամաշնորհով դիմել պատրաստել տարազներ, հրաշալի է, տարազները օգտագործվում են նաև Գյումրու համայնքում, օգտագործվում են նաև Նոյեմբերյանի համայնքում, այստեղ են գալիս, Երևան են գալիս։ Սա մի ընտանիք է, որ ընտանիքը կարող է օրինակ մեծ քրոջը դու հագնես, չէ՞, ինչ-որ մի բան պարտքով տաս մեկ ուրիշին։ Լազարևան ընդգծում է, որ հենց այդ համերաշխ մթնոլորտն է համայնքի զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Մշակութաբան Լուսինե Խարատյանի խոսքով մշակույթը ինքնության առանցքային բաղադրիչներից է, սակայն այն մշտապես փոփոխվում է։ Նա ընդգծում է, որ մշակութային փոփոխությունը միշտ չէ, որ պետք է դիտարկել որպես կորուստ։ Շատ դժվար է ասել, արդյոք օրինակ նույն հայերը, որոնք Հայաստանում մեծամասնություն են, արդյոք եթե ինչ որ բարի մի էլեմենտ այնպես ինչպես աղանդաբար պարվել է 19-րդ դարում, այսօր պահպանված չի, դա նշանակում է մշակույթի կորուստ, թե նշանակում է մշակույթի տրանսֆորմացիա կամ փոփոխություն։ Միևնույն ժամանակ Խարատյանը տարբերակում է մեծամասնության եւ փոքրամասնության իրավիճակները։ Եթե կորում է այդ մշակութային ժառանգությունը, որոշակիորեն կորուստ կա ինքնության, կորուստ կա փոփոխություն կա համայնքի, չգիտեմ, համար եւ նաեւ ավելի մեծ է հավանականությունը, որ այդ համայնքը կձուլվի մեծամասնական միջավայրում, որտեղ
ինքը բնակվում է, այնպես որ շատ կարևոր է, որ պահպանվի այն, ինչ կարևոր է եւ ինչը համարվում է այդ մշակութային ժառանգության կամ ժառանգորդման կարևոր բաղադրիչ։ Նա նաև կարևորում է պետական քաղաքականության վրա ազդելու կարևորությունը եւ հավելում, որ թեև որոշ քայլեր արվում են, սակայն ընդհանուր համակարգային մոտեցում չկա։ Կարծում եմ համայնքը ինքը պետք է իր ներսում որոշի իր առաջնահերթությունները որոնք են եւ հենց այդ առաջնահերթություններով փորձի ազդել պետական քաղաքականության վրա, որպիսի այն օժանդակությունը փոքր ծավալի գուցե, բայց օժանդակությունը, որը կա, ուղղվի հենց այն առաջնահերթություններին, որոնք համայնքը կարևոր է համարում իր մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման ու որոշ դեպքերում գուցե նաև, չգիտեմ, ակտիվացման տեսանկյունից։ Ղարատյանը դրական է համարում Երևանի պետական համալսարանում ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության հետազոտական խմբի ստեղծումը, ինչը կօգնի թե մշակույթի պահպանմանը, թե լեզվի ակտիվ օգտագործմանը։ Այսպիսով, չնայած առկա ծրագրերին եւ ֆինանսավորմանը, փորձագետը համակարծիք է ոլորտում բացակայում է համակարգային մոտեցումը։ Չկան հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն մշակութային ժառանգության շարունակական փոխանցումը, համայնքների երկարաժամկետ զարգացում եւ ենթակառուցվածքների ստեղծում։ Խնդիրը միայն ֆինանսավորումը չէ, անհրաժեշտ են մշակութային կենտրոններ, կրթական ծրագրերի ընդլայնում եւ անվտանգ միջավայր խնդիրները բարձրաձայնելու համար։